ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։ Հարց է առաջանում, ինչու է Թրամփը հիմա հրապարակում լուսանկարները, ինչ ակնարկ կա իրականում սրանում եւ արդյոք սա խոսում է ռուսական ազդեցության գոտուց դուրս մնալու մասին։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով իր խոսքում նշեց. Այս ամեն ինչի մեջ կա մեծ ցույցիմատություն, որտեղ հայ հասարակությունը պետք է որ հասկանա։ Խնդիրը ինչի մեջ է։ Ուրեմն ես համոզված եմ, որ այս պատմությունը Թրամփի կամրջի հետ կապված հիմնական այդ առաջարկությունը եղել է կոնկրետ Հայաստանի ղեկավարի կողմից։ Դա իմ անձնական կարծիքն է, այն իմաստով, որ այդ բանակցությունները բազում է շուտ են եղել, այսինքն նույնիսկ Բայդենի վարչակազմի ժամանակ են եղել այդ բանակցությունները, որտեղ այն ժամանակ վարչակազմի ներկայացնել են փորձել որոշակի փոխզիջումային տարբերակ գտնել Ադրբեջանի հետ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված, բայց Ադրբեջանը մերժել է դա։ Այս ամեն ինչից մենք նոր իմանում ենք, երբ որ Բայդենի վարչակազմի կարկառուն ներկայացուցիչ Օբրայենը դրա մասին արդեն հրապարակավ խոստովանում է։ Բանվում է, որ փաստացի որպեսի Ադրբեջանը համաձայնվի, այսինքն այդ ամերիկյան ծրագրերի հետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, այսպես ասած, Ադրբեջանի առաջարկների հետ, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված Ադրբեջանը ունենա անխափան հնարավորություն գնալու, այսինքն ապրանքների եւ մարդկանց տեղափոխելու Ադրբեջանից դեպի Նախճիվան, իսկ ինչ է Թրամփին, ապա Թրամփի համար այս տարածաշրջանը երրորդական, չորրորդական խնդիր է։ Իր համար կարևոր է, որպեսզի ինքը իր ընտրողների մոտ ցույց տա, թե որ ինքը խաղաղասեր նախագահ է։ Քաղաքագետը նաև նշեց Փաշինյանի նպատակը Զանգեզուրի միջանցքը հանձնելն էր, ուստի հայ-ամերիկյան իրական գործընկերություն հնարավոր չէ։ Այս ամենը մի նպատակ է հետապնդում տարածքների փաթեթավորված հանձնում գեղեցիկ անուններով։ Իսկ հարցին, թե արդյոք կա նպատակ Ռուսաստանին գոտուց դուրս մղելու, քաղաքագետը պատասխանեց. Գիտեք, Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս մնալու հարցը հետևել է ընդհանուր առմամբ այստեղ Թուրքիան է փորձում ակտիվ դերակատարում ունենալ, ինքը զգուշավոր է փորձում դա հասկացնել, որտեղ վախենում է, որ բացի այդ կոնֆլիկտի մեջ չմտնի Ռուսաստանի հետ, ինքը արդեն մխրճված է, դուք տեսնեք, թե ինչ մեծ ազդեցություն ինքը արդեն Հայաստանի վրա, Թուրքիայի ազդեցության մասին է խոսքը։ Ադրբեջանի վրա ինքը բնական ազդեցություն ունեցել միշտ, ասեմ ձեզ, որ բանակի մոտավորապես 80% ազդեցության, Թուրքիայի ազդեցությունն է Ադրբեջանի բանակի, իրենց պետական վերնախավի մեջ նույնպես Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է, հիմա արդեն Հայաստանի վրա այդ ազդեցությունը մեծացել, ես կարծում եմ, որ Ռուսաստանի ազդեցությունը փուլանում է։ Եթե ասեմ ձեզ, եթե Ռուսաստանի ազդեցությունը վերջնականապես վերանա, ապա հայ հասարակությունը ուղղակի իր մաշկի վրա կզգա, թե ինչ կնշանակի Թուրքիան արդեն ոչ թե գեղեցիկ ժպիտներով կխոսի, այլ բառից բուն իմաստով ուժային գործողություններ կանի, ինչպես որ դա անում են Սիրիայում, Իրաքում եւ այլն եւ այլն։ Բացապես նա որ դա դեռ չի անում, դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ ֆորմալ իմաստով Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, ԵԱՏՄ-ի անդամ է եւ ռուսական ռազմաբազա կա։ Հիմա իրենք ամեն ինչ անում են, որ այդ կառույցներն վերացնեն Հայաստանից, որպեսզի հանգիստ արդեն կորցրող, ինչպես որ ինքը քրդերին է վերաբերում Սիրիայի, այնպես է վերաբերվել է Հայաստանի նկատմամբ։ Սա է խնդիրը։